Շարունակում ենք ուրիշ նորությունները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մի արվեստագետի, ում տեսախցիկը վավերագրում է մեր կյանքի, մեր օրերի ամենացավոտ եւ միևնույն ժամանակ ամենակենսական պատմությունները։ Նա Արցախյան վերջին պատերազմի տարեգիրն է, ում ֆիլմերը Կանադայից մինչև Կոլումբիա, մինչև Թայվան խոսում են Հայաստանի մասին։ Մեր տաղավարում կինոռեժիսոր, վավերագրող, սցենարիստ, լուսանկարիչ Սիլվա Խնկանոսյանն է։ Բարի գալուստ, Սիլվա, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Երբ ասում ենք վավերագրություն, շատ անգամ կա թյուր կարծիք, որ դա բավականին հեշտ է ի տարբերություն գեղարվեստական ֆիլմի։ Մասնագետը, վավերագրողը կամ ռեժիսորը կամ օպերատորը վերցնում է տեսախցիկը եւ նկարում է իրականությունը։ Ահա եւ վավերագրություն։ Հասկանում ենք, որ դա այդպես չէ։ Ինչը գրավեց վավերագրության մեջ երիտասարդ աղջկա, որը անցել է շատ դժվար ճանապարհ, բարդ վտանգներով լի, այդ մասին կխոսենք, ինչու վավերագրություն։ Փոքրիկ նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Փոքրիկ մի հատ բան պատմեմ, մենք կազմակերպել էինք հարցում, թե Հայաստանում ինչ են հասկանում վավերագրական ֆիլմ ասելու, ոչ թե մասնագետները, այլ մարդիկ։ Պարզվում է, որ ուղիղ 90%-ից կարծեմ մի քիչ ավել, կարող եմ մի քիչ թվերը խառնում եմ, վստահ եմ, որ վավերագրական ֆիլմը դա խաղարկային ֆիլմն է, իրական փաստերի հիման վրա նկարած։ Անգամ National Geographic-ի ֆիլմերը չեն ասում, էլի։ Այդ պատճառով վավերագրությունը մի քիչ սխալ ենք հասկանում, ու վավերագրությունը ոչ թե պարզապես մեծ ռեպորտաժներն են, որտեղ նստած խոսում են, պատմում են, արխիվային կադրեր են օգտագործում, այլ ես զբաղվում եմ հեղինակային վավերագրությամբ, հեղինակային ֆիլմ ասվածը ինքը լրիվ այլ ձև է դրսևորվում, այսինքն ունի նմանատիպ նույն սյուժեն, սկիզբ, մեջտեղ, ավարտ, զարգացնում ենք, խնդիր ենք ներկայացնում եւ այլն, մարդկային պատմություններ, բայց ինձ վավերագրությունը գրավեց նրանով, որ յուրաքանչյուր պատմություն, ինչը փորձում ենք հնարենք, խոսքը իհարկե ֆանտաստիկա ժանրի մասին չէ, այդ ամենը շատ հեշտ հնարավոր է գտնել իրական կյանքում։ Իսկ իրական կյանքում մարդիկ չեն խաղում, մի քիչ աշխատանք է պետք, որ իրանք սովորեն տեսախցիկ, ինձայնին եւ այլն, ու դու կստանաս այն, ինչը ըստիս խաղարկային ֆիլմն եմ ես շատ սիրում, բայց ըստիս խաղարկային ֆիլմը պետք է դեռ ճանապարհ անցնի իր դերասանների, իր թեմայի հետ, որպեսզի այդ տենց բաց կարողանան ուղիղ հասցնեն մեսիջը։ Ու դա մի կողմից հեշտ է ռեժիսորի համար, բայց երկրորդ կողմից դա բարդ է ռեժիսորի համար, քանի որ դու իրական մարդկանց հետ ես աշխատում, ու դու իրենց չես վերաբերվում որպես դերասան, դու ընկերանում ես, շփվում ես, ու այդ մարդիկ մնում են քո կյանքում։ Այսինքն, քանի ֆիլմ նկարում ես, այդքան մարդ ավելանում, դու իրենց խնդիրներով, իրենց հարցերով անցնում ես այդ ամբողջ ճանապարհը ու պարզապես չես նկարում, հա, ուղղակի դու ապրումակցելով, այդ ամեն ինչը ինքդ զգալով, փորձում ես դրա մեջ ստեղծել պատմություն, որը կդառնա աշխարհին լսելի։ Իմաստը դա էր։ Սիլվա, այս պատասխանի մեջ այնքան հարցեր ծագեց, որոնք փորձեմ հերթով դասակարգել։ Այ որտեղ այդ նուրբ սահմանը իրական պատմության եւ մի փոքր գեղարվեստական ավելացրած, որովհետեւ իսկապես եթե լիներ միայն վավերագրությունը կայանար արձանագրության մեջ, պատմության, մարդկային կամ իրադարձության, ապա բոլորիս գրպանում այսօր տեսախցիկ կա եւ բոլորս կլինեինք վավերագրողներ։ Բայց դա այդպես չէ։ Այ որտեղ է այդ սահմանը, որտեղ ամեն դեպքում գեղարվեստական բաղադրություն պետք է բաղադրիչ եւ կա իրական հենք։ Ոչ թե գեղարվեստական բաղադրիչ, այլ հեղինակի խոսք։ Քանի որ հեղինակային ֆիլմ անելուց դու ավելի շատ ներկայացնում ես քեզ ինչն է անհանգստացրել։ Երբ որ գնում ես նոր ֆիլմի նախագիծ ունես ներկայացնելու ինչ որտեղ եւ այլն, քեզ հարցնում են առաջին հարցերից մեկը, ինչի հենց դու պիտի անես այս ֆիլմը։
Այսինքն Հետաքրքիր հարցադրում է ոչ թե ինչու այս թեման, այլ ինչու հենց դու։ դու պիտի անես այդ ֆիլմը, քանի որ բոլորս տեսնում ենք, որ օրինակ վերցնենք պատերազմը, բոլորը գնացել են, բայց ինչ ես դու որոշე գնաս, ինչա քո ասելիքը։ Այսինքն այդտեղ գալիս է գեղարվեստական լուծումները, գեղարվեստական ասելով նկատի ունեմ ոչ թե պարզապես փաստես, թե ցույց տաս, թե ինչ է կատարվում, այլ փորձես ավելի խորը ու տարբեր փոքր գործիքներով ներկայացնես քո միտքը։ Դու ինչի համար ես այս ֆիլմը անում ու ինչի ես դու անում։ Սիլվա շատ անսպասելի կլինի, եթե հարցնեմ, իսկ ինչու հենց դուք։ Ինչու Իսկ դուք որ ֆիլմը։ Ամեն ֆիլմը ունի Արցախյան շարքը։ Արցախյանը ես սենց ասեմ, առաջին առաջին զախեցիկ միթե այդ պահին ինքնապաշտպանական բան, չէ՞ որ գնում եք պատերազմ։ երբ որ չգիտես ուր ես գնում, շատ հեշտ է խիզախ գնալը։ Չգիտեք արդյոք։ Ես պատերազմ չեմ տեսել։ Ես չգիտեմ իրական, ես լսել եմ, կարդացել եմ, տեսել եմ տարբեր Բայց բաներ։ գիտեք, որ վտանգավոր տեղ եք։ Իհարկե, ես նայեք, ես առաջի ֆիլմը որ արեցի, ինքը ականապատ դաշտում նկարված էր ամբողջը։ Ես գիտեմ, որ ականապատ դաշտը վտանգավոր է, բայց ես չգիտեմ, որ ինչ չեմ զգացել, հա։ Երբ որ մենք նկարեցինք, ավարտեցինք մեր նկարահանումից հետո, մեր ճանապարհով, որով անցնում ենք, մի հատ մեքենա պայթեց ու այդտեղ ես նոր հասկացա, որ այսօր ենք գնացել։ Նույնը պատերազմը։ Բայց միտք չծագեց։ Հետ դառնալ։ Պատերազմը մի քիչ ուրիշ էր։ Ես սկզբից գնում էի, ես շատ վախեցած էի, բայց մի քանի գործոն կար, բոլորիս վրա ազդում էր էմոցիոնալ ամեն ինչը, բոլորս ուզում էինք ինչ-որ մի ներդրում ունենայինք, իմ ներդրումը իմ տեսախցիկներ։ Ես ուրիշ ձև չէի պատկերացնի ինչ կարող եմ անել, ու մի լուսանկար էի տեսել, որտեղ որ նկուղներում մարդիկ էին, այդ լուսանկարը ինձ այսպես ասած մի քիչ վատ բառերով, սխալ բառերով եմ օգտագործում, բայց այդ գրավելը պատերազմում այնքան բան է քեզ գրավում, որ նկարես ամեն ինչ կարող է կինո դառնալ։ Այստեղ գալիս է հեղինակի խոսքը, որ ինչ ես դու ուզում նկարես, հեղինակի ուժը, որ արդյոք դու կարող ես գնալ նկարել, մի փոքր հավելում անեմ, որ օրինակ Եվրոպայում կա մեծ կազմակերպություն, որը անվճար հոգեբանական աջակցություն է տալիս վավերագրող ռեժիսորներին, միայն ռեժիսորներին։ Ու այդ ամեն ինչը, այդ վախը ինքը իհարկե կա, բայց ոնց որ պատերազմի ժամանակ մի քիչ օրենքները ու կյանքը ուրիշ ռիթմով է ապրում, ես չգիտեի այդ մասին, երբ որ ես հետ էի գալիս, չգիտեմ, տեխնիկան փոխելու, տարբեր տեխնիկական հարցերով, ես ավելի անհանգիստ էի ինձ ստեղ զգում, որտեղ այնտեղ ավելի մոտ ես, այնտեղ բոլորդ եք մի բանի մեջ ու ավելի հեշտացնում, ավելի փոքր է դարձնում խնդիրը։ Ու դե միշտ այդ հետ կանչելը, հետ ուզենալ, հետ գնալը ես ավելի շատ կապում եմ ու եկա դրան, որ պատերազմի ժամանակ այն էմոցիաներն ես ապրում, որ ուրիշ ոչ միտեղ չես կարողանա ապրես։ Ու դա գրավում է, ու դա կանչում է, անդադ ուզում ես դու դա զգաս։ Բայց խոսքը ադրենալինի պակասի մասին չէ։ Ադրենալինի պակասի չէ, ադրենալինը զգալու մասին է։ Երբեք չեմ ուզել ես նման, ես ադրենալինի սիրահար չեմ այդքան։ Բայց դա ադրենալինը չի, ավելի շատ էմոցիաների խառնվելն է։ Մի վարկյանում, երբ որ ապրում ես շատ երջանիկ պահ, ու մի վարկյանում ապրում ես շատ վախենալու ու տխուր կյանքից սպառնացող պահեր, այդ արանքում մի հետաքրքիր էմոցիա ու զգացմունք է ծնվում, որը քեզ ստիպում է, որ ուրիշտեղ չկա, որը արտաքին ազդող բաներ ունի, ձայնը, վախը, կրակը, պայթյունը եւ այլն, լացը, այս ամեն ինչը ազդում է, բայց այդ արանքում մի հատ sense հետաքրքիր բան ես զգում, որը ոչ միտեղ չես զգում։ Շատ հետաքրքիր մեկնաբանություններ։ Սիլվա, գիտեք, ինձ միշտ մի բան է հետաքրքրել հատկապես վավերագրողների պարագայում, երբ այ հայտնվում ես պատերազմական գոտում եւ քո մեջ կա այդ պահին եւ լրագրող, որի թիվ 1 նպատակը հրատապությունն է եւ մաքսիմալ արագ ինֆորմացիան հասցնելն է, եւ ռեժիսորը եւ լուսանկարիչը, որը նաեւ պատմության համար ստեղծում է, ասենք, արժեքներ, եւ մարդը։ Եվ միշտ փորձել եմ պատկերացնել իրավիճակ, որտեղ
պետք է առաջինը հասցնես որևէ կործանարար մի տեսարան, միգուցե մահաբեր եւ մյուս կողմից մարդ, որը կարող է գուցե տեսախցիկը մի կողմ դնել եւ հասնել օգնության որպես մարդ։ Այ ինչպես առաջնորդվել, որ զգացումով մարդ պրոֆեսիոնալ դա մի մեծ հարց եք բարձրացնում, որը կա ամենտեղ լրագրության մեջ կա ավելի շատ, բայց վավերագրության մեջ մի քիչ ավելի քիչ է։ Քանի որ սկսվում եւ ավարտվում մարդը առաջին հերթին, հետո նոր մասնագետը։ Մարդը պետք է միշտ սկսվի այն պահից ու յուրաքանչյուր մասնագիտության մեջ, երբ որ դու չես վնասում դիմացինիդ, այդտեղ դու պետք է ստոպ տաս։ Ինչ ուզում է լինի, ինչ տեսակի չկան ըստիս ներելի սահմանի անցումներ։ Այսինքն կադր թե առաջին բուժօգնություն օրինակ, եթե այդպես ընտրություն լինի։ Կա համատեղելու տարբերակ։ Կարող ես վարքյանների միացնես ու գնաս։ Նայեք, վարքյանների հարցը ես ինձ թվում է կօգնեի ու շատ-շատերը կօգնեն բնականաբար, բայց եթե մի քիչ ավելի կան պատերած վավերագրող ռեժիսորներ, որոնք տարիների փորձ ունեն, ովքեր շատ են տեսել մահ եւ այլն, այդ մարդիկ հասկանում են, եթե հիմա ցույց տան մի հատ այս մահը, դա ավելի շատ բան է փոխելու, թե այս մարդու կյանքը փրկելը։ Իրանք կատարում են այդ որոշումը, բայց այդ որոշումը կատարելուց հետո կրում են այդ ամբողջ էմոցիոնալ ծանրությունը, դիմում են այ հոգեբանների, փորձում են վերականգնվեն եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ սահմանը դատելնել է սխալ, որովհետեւ չգիտենք մենք ինչ սիտուացիայում ու ինչ ձևով ենք այսպես ասած մեզ դրսևորելու այդտեղ, որովհետեւ ինչ որ մի բան եթե նոր է դու չգիտես ինչ ձև կդրսևորվես։ Եթե չեմ սխալվում, հայտնի պատմություն կա լուսանկարչի մասին, ով ինքնասպան եղավ միայն այն պատճառով, որ նրանք քննադատում էին, որ չի փրկել աղջկա կյանք, այլ կատարել է մասնագիտական պարտքը չասենք, ուղղակի գործողություն, եւ դա իսկապես տխուր պատմություն է։ Դուք հիմա օրինակ եք բերում մի պատմության մասին, որը հա շատ մեծ տարածում է ստացել, որովհետեւ մի քանի ֆակտոր կա։ Փոքր աղջկա մահացել, լուսանկար եւ այլն, բայց վավերագրության մեջ մենք այնքան հաճախ ենք անընդհատ հանդիպում այդ ընտրության առաջ ինչ ընտրենք։ Դրանք փոքր ընտրություններ են, բայց փոքր են աշխարհի համար, բայց այդ մարդու կյանքում դրանք մեծ բաներ են ու դու ինքդ հասկանում ես դու հիմա ինչ ես ուզում ես ցույց տաս, թե չես ուզում ցույց տաս սա։ Ես կարող եմ իմ ֆիլմի օրինակով բերել, որը էլի մոտավորապես նման ընտրության հարցեր, կյանքի ու մահվան հարց չէր բարեբախտաբար, բայց մի քիչ այլ հարցեր, երբ որ ես նկարում էի արդեն պատերազմից հետո տեսնում էի թե ոնց են ամբողջ ծառերը կտրում ու տեսնում էի թե ոնց են հայերը վերցնում մեծ մեքենաներ, գնում որ ծառերը հավաքեն, մտնեն ուրիշի տունը թալանեն ու նման պատմություններ ահռելի շատ են։ Ու այդտեղ ես արդեն մոնտաժելու ժամանակ ֆրանսիացիների հետ մոնտաժելուց իրենց բացատրում է սիտուացիան սենց է։ Ես չեմ ուզում սա ցույց տամ։ Ես չեմ ուզում որ տեսնեմ, որ իմ ազգը ունական նման բաների, երբ որ մի երեխայի թաղման են գնում, այդ ընթացքում մյուս հայը գալիս թալանում է իր տունը։ Ես չեմ ուզում դա ցույց տամ, բայց ես ուզում եմ նաև ցույց տամ, որովհետև դա իրականություն է, ինչ պիտի անեմ։ Ես ընտրեցի մի բան շատ երկար աշխատելուց, որ ես Եվրոպայում գիտեի, որ ֆիլմը ցուցադրվելու է եվրոպական տարբեր փառատոններում։ Այն ձևի կառուցեցի ու ես մի քանի բառ սխալ թարգմանությամբ, որ չհասկացվի ինչ են ասում դրսում, իսկ ստեղ որ հասկացվի։ Ես հասկացա, որ այս կոնֆլիկտը, որ թե ես ուզում եմ ցույց տամ աշխարհին, որ մենք ինչ վատն ենք, այլ ես միայն մեզ եմ ուզում ցույց տամ, որտեղ դա միայն մեր խնդիրն է։ Ու ես դրա համար հատված թողեցի, որտեղ մի մարդ ասում է, այդ ում տունն է, ուր ես թալանում, հայ ես թե ինչ sense մի բան։ Իսկ թարգմանությամբ ես դրեցի ուղղակի դուրս եկեք այդտեղից, չեմ խափել, նենց չի որ խափել եմ, բայց հանել եմ այդ մի հատվածը թարգմանության մեջ։
ու ես չգիտեմ ինչքանով եմ արդար, ինչքանով չէ, ըստիս մի քիչ ավելի արդար եմ, բայց ես ուզում եի, որ հայերը հիմա տեսնեին դա։ Ես չկարողացա դա հանեմ։ Դա հերթական ընտրությունն է, փոքր, որ էլի բաներ է փոխում, չէ՞, ձեր ասացի մի քիչ ավելի փոփոխված վերսիան։ Իրականում կարծում եմ վավերագրողը շատ մեծ առաքելություն ունի, որովհետև նախ պատմություն է արձանագրում եւ թողնում գալիք սերունդների, որովհետև նաեւ դրա միջոցով ենք իմանում, թե ինչ է եղել մեզնից առաջ, եւ մյուս կողմից որքան կարեւոր է, որ այդ արդարության գիծը պահվի, որովհետև եթե մի բան խեղաթյուրվի մեկ անգամ, երկու անգամ, արդեն գալիք սերունդներին կհասնի խեղաթյուրված պատմություն։ Այ ասացիք, որ աշխատում եք Եվրոպայի գործընկերների հետ եւ ընդհանրապես իրենք հետաքրքրված են Հայաստանով, նաեւ հարցազրույցներից մեկում նշել եք, որ նրանց իսկապես ավելի շատ հետաքրքիր է մեր այսօրը, մեր ներկան, իսկ այնինչ մենք ավելի հաճախ ներկայացնում ենք մեր անցյալը, մեր անցյալի չլուծված խնդիրները։ Իսկ ինչու է հետաքրքրում Հայաստանը այսօր մի իրավիճակում, երբ երերուն ենք դեռ շատ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում եւ քաղաքական, եւ սոցիալական, եւ աշխարհագրական, հենց դա է հետաքրքրում աշխարհին, թե կա ինչ-որ ուրիշ նրբություն, որ հետաքրքրում է այսօր դրսում հայ իրականությունը։ Հետաքրքրում է Եվրոպայի, չգիտեմ, Ասիայի անցյալը, որը որ կարող եք կարդալ, ուսումնասիրել ու իմանալ ինչ է հետաքրքրում, թե հիմա ինչ է կատարվում։ Ձեզ ինքներդ որն է հետաքրքրում։ Կարող եմ ասել երկուսն էլ, բայց իսկապես ճիշտ եք, հինը անցյալը կարելի է կարդալ։ Անցյալը շատ հեշտ է տեսնել, հասկանալ, որովհետև ոչինչ չես կարող փոխել, մենք կարող ես քրքրել, գտնել ինչ որ նոր բաներ։ Իսկ մենք մեր անցյալը այնքան ենք քրքրել, այնքան տարբերակներով ենք ցույց տվել, թե մենք ինչ է եղել, ինչ ունենք եւ այլն։ Գրականությամբ, մուլտֆիլմերով, ֆիլմերով, վավերագրական ֆիլմերով, հաղորդումներով, անսպառ։ Ու երբ որ մենք առաջին անգամ սկսեցինք շփվել մեր եվրոպացի գործընկերների հետ, իրենք ասեցին, բայց ի՞նչ է կատա։ Ասում դուք հասկանում եք, մենք գալիս ենք Հայաստան ու զարմանում ենք, որ դուք ունեք կաֆեներ, դուք ունեք երիտասարդություն, դուք խոսք ունեք, դուք լիքը այլ թեմաներ ունեք, ու դրանք այնքան ուժեղ թեմաներ են, որոնց մասին խոսելուց ուղղակի աշխարհը կսառի, ասի, ես ո՞նց եք սենց անում, բայց հասկանում ենք, որ այդ ամեն ինչը եկել է ձեր ծանր անցյալից, բայց թողեք այդ անցյալը այդ գիտենք, ցույց տվեք հիմա ինչ խնդիրներ ունեք, հիմա ինչ է կատարվում ձեր կյանքում, ու երբ որ ես ցույց էի տալի ականազերծողների ֆիլմը Հոլանդիայում, ինձ երկու կին մոտեցան, այսինքն սա մարդիկ են անում։ Ոնց կարող է կինը ձեռքով այսա ռոբոտ պետք է անի, օրինակ, հա։ Ու այնքան մի մարդ կար, ասում էր Հայաստան լուբոյ բան բարձրացնում ես, տակը մի թեմա է։ Ամեն ինչը, թե մարդիկ, չգիտեմ, հովիվները գնում 3 ամսով սարեր ձորերով քայլում են, ինչ որ փորձում են տենց ավելի հարմար միջավայր ստեղծել կենթանիների համար, դա արդեն հետաքրքիր է, որովհետև նման ձև չի արվում ու այլտեղ։ Ու նմանատիպ փոքր այնքան իրական հիմա տեղի ունեցող պատմություններ կան։ Օրինակ ես ձեզ կարող եմ ասել, քանի որ մենք հիմա հիմնեցինք արդեն 1 տարուց ավել է վավերագրողների ասոցիացիա, որպեսզի կարողանանք մեր համայնքը հավաքել, որպեսզի մի հոգի խնդիր չլուծի, այլ համայնքը լուծի խնդիր։ Ու ունենք մի քանի ռեժիսորներ, օրինակ մի աղջիկ Լուսին, ռեժիսորի անունն է, ինքը ֆիլմ է անում մի տղայի մասին, որ այս տղան ապրում է սովորական գյուղում, իր ընտանիքի հետ, սովորական տղայի հոգսերով, աշխատում է քրոջ վարձը, որպեսզի տա, բայց գյուղում է աշխատում, то есть անասնապահություն եւ այլն։ Այդ ֆիլմը այդ տղայի երազանքների մասին է։ Ու այդ ֆիլմը հենց հիմա close-up ծրագիր կա, որտեղ ինքը ավարտեց, այդ ֆիլմը դեռ ֆիլմը պատրաստ չի, նախագիծ է, տարբեր տեղեր մասնակցեց, բոլորը հետաքրքրված են այս մի տղայի ճակատագրով։ Ու դա հետաքրքիր է, ու դա իրականը պատմություն է պատմում։ Կամ մի ֆիլմ Լիլիթի Մխիթարյանով ուղակի պատմում մի գյուղի մասին, որը Թուրքիայի սահմանի հետ, որ դարպասները պետք է բացվեն կամ փակվեն, չգիտենք, այդտեղ ապրող երեխաների 3 երեխայի մասին է,
ովքեր ուզում են բացվի, որ Արարատը բարձրանան։ Всё։ Իհարկե ֆիլմում մենք տեսնում ենք տարբեր շերտեր, թե քաղաքական ինչ որտեղ, թե ինչ որտեղ մարդկան եւ այլն, բայց այդ մարդկանց հետ ու այդ ֆիլմը, այդ նախագիծն է, դեռ ֆիլմը պատրաստ չի։ Գնում է շատ տեղեր մասնակցել նախագծով, տարբեր միջազգային մեծ պլատֆորմաներին մասնակցել եւ այլն եւ այլն։ Բայց ինչ է, 3 երեխայի պատմություն։ Պատերազմ չի, ցեղասպանություն չի։ Բայց իհարկե կարելի է գլխավորը ոչ թե ինչ, այլ ինչպես է մատուցվում դա։ Եվ հենց դա է կարծում եմ գրավում հայ իրականությունից դուրս, իդեպ հենց այդ մասին է ուզում նաև հարցնել, որ ինչն է այսօր ավելի շատ գրավում, շարունակում ենք մնալ նույն թեմայի մեջ, այնուամենայնիվ այն ինչը մեզ առանձնացնում է աշխարհից, հայկական կոդ ասվածը, թե նաև դրա հետ պետք է լինի որպես գուցե պարտադիր պայման համամարտկային թեմաներ, որ Աֆրիկայում էլ դա լինի հասկանալի, Եվրոպայում էլ լինի հասկանալի, ցանկացած կղզում փոքրիկ, որին մասին մենք չգիտենք, իրենք էլ Հայաստանի մասին չգիտեն, որն է այսօր թիվ 1 նպատակը վավերագրության մեջ։ Նայեք, էլի հետ գամ մեր երբ որ մենք նախագիծ ենք ներկայացնում, մեզ շատ հետաքրքիր հարցեր են միշտ տալիս, ու օրինակ շատ հաճախ ասում են, լավ, ես եթե այս ֆիլմը նայեմ, ինձ ի՞նչն է հետաքրքրելու։ Ճապոնիայից մի մարդ, ասում ինձ ի՞նչն է հետաքրքրելու, ինչ ես դու ինձ ցույց տալիս։ Իսկ երբ որ ես պատերազմի ֆիլմը ցուցադրեցի Թայվանում, Թայվանի կինոփառատոնում, ինձ գալիս են ասում են կներ դուք որտեղից եք, ասում էի Հայաստան, ասում են ասում հա կապ չունի որ չգիտեք որտեղ է, բայց նայում էին ֆիլմը ու այնքան էին ապրումակցում այդ մարդկանց, որ ֆիլմից հետո մենք ունեցանք մոտ ժամուկես տևացող հարց ու պատասխան, որտեղ իրանք ֆիլմից չէին խոսում, այլ իրանք ապշած էին ու ասում էին շնորհակալություն, որովհետև դու մեզ ցույց տվեցիր մի բան, որ եթե մենք մի քիչ թույլ լինենք, մեր հետ էլ է դա լինելու, անգամ մենք չգիտենք դու այդ որտեղ է այդ Արցախը, դու Հայաստան, այդ ով եք, մենք չգիտենք, բայց ես այս մարդուն զգում եմ, ես զգում եմ իր ցավը, ու դա այն էր ինչ պետք է վավերագրության մեջ, ցույց տաս մի բան, որը որ կկպնի մարդկանց, որը որ էմոցիաներիդ հետ կխաղա, մարդկային պատմություն։ Մի քանի տարի ոնց որ փառատոնները մի քիչ ավելի քաղաքական են իհարկե, բայց փառատոնները շատ հաճախ տենց գնում էին թեմաների պատերազմ, ցավ, կորուստ եւ այլն, այս վերջին մի 2 տարին է, ում հարցնում ենք, ասում են խնդրում եմ, ուրախ բաներ մեզ ցույց տվեք, պատմություններ մեզ ցույց տվեք, մենք չենք կարողանում էլ այդ տխրությունը։ Ու օրինակ այս տարի Բերլինի փառատոնին ցուցադրվեց երևություն, երևի խառնում եմ կամ Բերլին կամ Լիտվա, ցուցադրվեց հայ ռեժիսորի ֆիլմ Ինա Սահակյանի եւ համառեժիսոր Ռուբենի, ովքեր որ նկարել են, որը որ այս տարի Ոսկե Ծիրանում կլինի, աննախադեպ ձևով, որ ինքը միջազգային մրցույթում է, Շեքսպիրը կոչվում ու նկարել են պարզապես մի պատմություն, ես ֆիլմը չեմ տեսել, դրա համար չեմ կարող նկարագրել, ուղղակի գիտեմ թեման։ Ծերանոցում ապրող մարդիկ բեմադրում են Շեքսպիրը։ Ու դա աշխարհում սիրել են այդ ֆիլմը։ Ուղղակի շատ սիրել են, որովհետև կարող են գնալ ներկա լինել եւ չհասկանալ, որ դա երևույթ է։ Որ դա մի հատ բան է, ռեժիսորը պետք է ուղղակի նկատի ինչն է հետաքրքիր, իսկ այս մարդիկ նկատել են, որ ինչ ոնց թե ծերանոցում Շեքսպիր, դա արդեն հետաքրքիր է։ Ու երբ որ դու իրան տալիս ես ավելի գեղարվեստական, լավ կադրեր, լավ ձայն եւ այլն, ինքը այնքան լավ մեծ ու հստակ բան է դառնում։ Ինչպես ասում են, դնում ես շրջանակի մեջ, այո, պատերազմ չի եւ այլն, բայց գրավել է բոլորին, որտեվ բոլորը ծեր լինում են։ Բոլորը ծերության ժամանակ զգում են մենակություն, տխրություն, պարապություն։ Всё, դա արդեն կապեց իրենց հետ։ Իդեպ բոլորը չէ որ հասնում են ծերության, դա էլ է մեծ երջանկություն։ Այո։ Սիլվա, մրցանակներից խոսեցիք եւ եթե մենք թվելու լինենք միայն երկրները, որտեղ ցուցադրվել են ձեր ֆիլմերը, եթե թվենք բոլոր մրցանակները, դա մի առանձին ժամանակ կգրավի 2024 թվականի Ֆրանսիայում 12 ընտրված լավագույն սցենարիստների թվում արժանացել եք
գլխավոր մրցանակի։ Բերել եք տուն նաև Կովկասի տաղանդ ոսկե մրցանակը, շատ են մրցանակները։ Իսկ հասկանալի է, որ ինչպես միշտ ասում են, հաճելի է եւ պարտավորեցնող։ Բացի դրանից կա զգացողություն, որ մրցանակները ինչ որտեղ սահմանափակում են, այսինքն պետք է համապատասխանես ինչ որ նշաձողերի, սահմանափակում են ստեղծագործող մարդու ազատությունը, թե դա այդպես չէ։ Դա այդպես չէ, քանի որ վավերագրողներին շատ դժվար է ինչ որ բաների մեջ դնել, անհնար է գրեթե։ Ես շատ եմ շփվել դրսում վավերագրողների հետ, ոչ հայ ու եւ բոլորս ոնց որ նույն ձև մտածենք, ու դա ոչ մի մրցանակի համար չենք մենք անում ֆիլմ։ Մենք անում ենք ֆիլմ, փառատոնին մենք դիմում ենք նրա համար, որպեսզի նայեն մեր ֆիլմերը։ Մենք ուզում ենք նայեն։ Իսկ վավերագրությունը դուք կարծում եմ ու Հայաստանից շատերը երբեք տոմս չի առել գնա կինոթատրոն նայի վավերագրական կինո։ Իսկ մենք ծախսում ենք տարիներ, ժամեր, որ այդ դուրս գա ուզում ենք մարդիկ տեսնեն, որովհետև մենք գտեն ենք պատմություն, որը վստահ ենք, որ պետք է պատմվի։ Կապ չունի լավն է, վատն է, դրա մասին չի։ Բայց մենք ուզում ենք ցույց տանք, որ հետո մարդկանց հետ շփվենք, պատմենք, ներկայացնենք, մեզ մրցանակը երրորդական է։ Բայց հաճելի։ Հաճելի պլյուս է, քանի որ չգիտեմ, վավերագրությամբ չես կարող մեծ գումարներ աշխատես, ինքը քեզ օգնում է, որ ներդրում անես քո մյուս նախագծի մեջ։ Ու վերջ, մեզ մրցանակը այդքան չի գրա, մեզ պետքա որ մեր պատմությունը նայեն։ Իսկապես ընթացքում ես էլ մտածում եմ, որ այսօր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի ռեժիսորները կարելի ասել գլուխ են կոտրում սցենարի համար, որպեսզի այն լինի օրիգինալ, չլինի ինչ որ տեղից վերցված, իսկ որպես կանոն լինում է ինչ որ դրվագների կրկնություն, մինչդեռ ինչպես ասացիք, ամեն քարի տակ պատմություն կա։ Միայն թե պետք է այն աչքը, այն հոտառությունը լավ իմաստով, բայց դուք դες հեշտ մի ներկայացրեք, որովհետև հեշտ չէ, որովհետև շատ խաղարկային ռեժիսորներ ասում են ես երբեք չեմ նկարի վավերագրություն։ Դե որովհետև դա եկամտաբերել չի, չէ, որովհետև շատ դժվար է։ Բացի դրանից շատ դժվար է։ Իրենք սովոր են, որ խնդիրը տալու են դերասանին ու դերասանը դա անելու է։ Իսկ այստեղ դու կարող ես նկարես մի մարդու ու այդպես է չասի են դու ինչ ուզում ես։ Ու մեկը կարող ասի, «Վсё, ես էլ չեմ ուզում»։ Համբերություն, երկար ժամանակ ապրումակցել, փոքր թիմ, տարբեր խնդիրներ լուծել, այդ ամեն ինչը շատ ավելի բարդ է այն մարդու համար, ով սկսում է նկարահանում ու իր համար աշխատում է 60 հոգի։ Դա իր բարդությունը ունի, բայց իրար հետ համեմատելու չեն։ Եվ ամենասկզբից արդեն մտածում եք տոմսակային լինելու մասին, իսկ վավերագրության մեջ կարծում եմ դա անհամատեղելի գաղափարներ են։ Սիլվա, եւս ձեր գոլեգաների անուններ եմ ուզում նշել, որոնք հասել են հաջողությունների, Իննա Սահակյան, դուք ասացիք Թամարա Ստեփանյան։ Իննա Սահակյանը, որ ասում էի արդեն Իսկ կարելի ասել, որ համաշխարհային այդ հարթակում վավերագրության հայկական վավերագրությունը ունի կնոջ դեմք։ Թե այդպես չի։ Այդպես է։ Ճիշտ ասած, այդպես է մի քիչ ու դա շատ լսել ենք, քանի որ մենք հիմա շատ ենք համայնքի մեջ փորձում ենք անընդհատ ինչ որ տեսակի խնդիրներ, գնալ մասնակցել փառատոններին, ներկայացնել, թե մենք ինչեր ունենք, ու շատ հաճախ լսում ենք, ասում են, ձեզ մոտ միայն կին են ռեժիսորները, բայց հիմա փաստացի կանայք ավելի խիզախ են։ Կանայք կարողանում են ավելի հասնել, օրինակ Թամարա Ստեփանյանը 2 ֆիլմ արեց միաժամանակ վավերագրական եւ խաղարկային եւ երկուսն էլ այնպիսի հսկայական ու լավ մրցանակների ու փառատոնների հասան, որ շատերը կուզեին, շատերը ձգտում են դեպի դրան, որովհետեւ դա է, այսպես ասած, կետը։ Էլի եմ ասում, այդ ամեն ինչին հասնելուց մենք ոչ թե մրցանակն ենք ուզում, որ այդտեղից նայեն մեր ֆիլմը։ Ու նմանատիպ շատ ռեժիսորներ կանայք են։ Շողակաթի ֆիլմը, որը մի քանի տարի առաջ մեծ աղմուկ հանեց, քանի որ մենք չունեինք այդ փառատոնում առաջին ռեժիսորներով հասել էր այդտեղ ու հասել էր իր անկեղծության շնորհիվ, ինքը անկեղծ էր եղել։ Տղամարդիկ մի քիչ դժվարանում են անկեղծանալ, դա պարզ է, բայց բացի դրանից
Չգիտեմ ինչն է մեզ մոտ չեմ կարող հստակ ասել ինչու են կանայք առաջ գնում, բայց գիտեմ, որ հիմա Եվրոպայում, երբ որ մարդիկ նայում են ֆիլմաշարը ցանկի, երբ որ նայում են հայկական վավերագրություն, վստահ են գրեթե որ լավն է լինելու։ Ու դա վերջի մի քանի տարվա բոլորիս քրտաջան աշխատանքի շնորհիվ է դա եղել։ Շատ լուրջ հայտ է։ Այո, հիմա մարդիկ նայում են եւ վստահ են, որ լավը կլինի։ Քանի որ մենք իսկապես պատմում ենք ուժեղ պատմություններ։ Ես հիմա քանի որ հավաքագրում ենք բոլոր ֆիլմերը ու ով ուր է գնացել, ինչ է արել, այնքան մեծ հաջողություններ են, չենք հասցնում անգամ ասել այդ մասին, քանի որ մենք կպել ենք ու տենց աշխատում եք։ Այսպես ասած ձևը գտել ենք ինչպես պետք է դրսի հետ աշխատել, ինչպես ցույց տալ, որ կարողանան գալ, նայել եւ այլն, համագործակցելը ամենակարևորն է։ Մեզ գումար է պետք է այդ ֆիլմը անելու համար։ Այո։ Օրինակ, երբ որ տենց Հայաստանում ասում ես ինձ 50,000 եվրո է պետք, որպեսզի ես իմ ֆիլմը ավարտեմ, սկսեմ կամ ասում են, «Այդ ինչ ես այդքանի նկարելու»։ Իսկ երբ որ գնում ես Եվրոպայում ասում ես ինձ 50,000, ասում են հեռախոսով ես նկարելու։ Տես տարբերությունը ահռելի է։ Ու Պատկերավոր օրինակ էր։ մենք չունենք ֆոնդ, մեր կինոֆոնդը միակ կինոֆոնդը, որը որ մեզ պետք է ֆինանսավորի պետական բյուջեից, արդեն սպասում ենք մի տարի, չի բացվում ֆինանսավորումը։ CNC-ին, որը գրեթե Ֆրանսիայի կինոկենտրոնն է, համեմատելի չի իհարկե, ահռելի է, տարվա մեջ բացում է 4 անգամ։ Մենք 2, բայց այս տարի չի բացվում։ Ու բոլոր ռեժիսորները սպասում են։ Իսկ երբ որ բացվում է, հեսա կբացվի ու երևի կբացվի, չենք հասցնի ավարտենք, իրենք հաշվետվություն են ուզում արագ, որ ֆիլմը հանձնես, մեխանիզմ չկա, չի աշխատում։ Այսա ցավոտ կողմերից է այս ոլորտի, իսկ երբ լինում է ձեր ջանքերով արձանագրվում է հաջողությունը, այդ մասին երկար ու հաճույքով խոսվում է, բայց Իսկ ինչ օգուտ որ խոսվում է։ Եթե ուզում եք ֆիլմը ունենա միջազգային պոտենցիալ, ունենա հնարավորություն մասնակցի այդ փառատոններին, ֆիլմը հստակ մի քանի կետեր պետք է ունենա։ Պետք է ունենա ֆինանսավորում քո երկրից, այո, պետք է ունենա ֆինանսավորում համարտադրությամբ այլ երկրից, co-production ասվածը, բայց co-production-ը հիմնականում շատ ավելի հասանելի ու կայուն է թվում, երբ որ քո երկրից քեզ ֆինանսավորում են, այսինքն քո երկիրը քեզ, այսպես ասած, գարանտ է, որ դու գոյություն ունես, ֆիլմը կավարտես եւ այլն, քանի որ բաները, ստրախովկաները, իրենք շատ չեն, ապահովագրությունները իրենք դժվար է պահել, պետք է վստահ լինես, որ այդ ֆիլմը դուրս է գալու։ Իսկ երբ որ մեր երկրում չի բացվում ֆոնդը, որը պետք է մեզ մրցույթով էլի չեն կա, ինքը մի փոքրիկ գումար է, մրցույթին հիմա կմասնակցի ամբողջ ֆիլմ արտադրողները, որովհետև բոլորս նստած սպասում ենք երբ է բացվելու դա։ Մինչև բացվելը սաղ էլի փոխվեց, տեսնենք ինչ կլինի։ Սիլվա, թեման այնքան հետաքրքիր է եւ դուք այնքան խորքային ու մասնագիտորեն ներկայացնում եք, ինձ թվում է կարելի է անսահմանափակ զրուցել։ Ես կուզենայի նաեւ այսպիսի կան արդյոք ձեր նկարահանումների մեջ այնպիսի կադրեր, որոնք մնացել են մոնտաժայինում, որոնք երբեք չեն ցուցադրվի, բայց շատ թանկ են ձեզ համար։ Եվ գուցե ավելի արժեքավոր են ինչ որտեղ, քան նրանք, որոնք ցուցադրվել են։ Ես հիմա ունեմ 2 ֆիլմի նյութը, որոնք որ մոնտաժի ֆիլմի մեջ չեն ներառվել, բայց ձեռքս չգնում ջնջեմ, բայց ինչի ջնջեմ ու չգիտեմ էլ ինչ անեմ, բայց իրենք արժեքավոր են, բայց այդ դեպքում իսկ ինչու չեն ներառվել ֆիլմի մեջ մոնտաժի մեջ մի sense արտահայտություն կա, անգլերեն ասում է kill your darling, սպանիր քո սիրելիին։ Եթե դու ունես լավ հրաշալի կադր, շատ սիրուն, բայց ինքը խանգարում է պատմությանդ մեջ, դու պետք է հանես դա։ Պետք է հրաժարվես քո այդ սիրելի կադրից։ Օրինակ կարող եմ բերել հիմա մի ռեժիսորներից Անժելա Ֆրանկյանը, ով վավերագրել է, ով միակն է, որ վավերագրել է ամբողջ պատերազմը, ամբողջ բլոկադան։ Ինքը հիմա մոնտաժում է իր ֆիլմը Փարիզում, մի շատ հրաշալի մոնտաժող է, ու վստահ եմ, որ ֆիլմը շուտով կլսենք այդ ֆիլմի մասին։ Ինքը ահռելի չափի մատերիալ ունի։ Պետք է ընտրի։
ինչ որ մի բաներ։ Իհարկե։ Ու այդ ընտրելուց այնքան լավ բաներ ես կորցնում ու չգիտես ինչ անես, իրեն կարող է տենց մնան քո կյանքում ու երբեք էլ չկպնես իրանց, բայց հա Սիրված ցավոք մեր եթերային ժամանակը մոտեցավ ավարտին։ Ես շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը։ Շնորհակալ եմ ձեր անկեղծության համար։ Շատ բան ինձ հիացրեց ձեր մոտեցումների մեջ։ Բացի մասնագիտականից դա ինքնաբերաբար է։ Նաև թե ինչ հիացմունքով եք խոսում ձեր գոլեգաների մասին, սա բոլորին տրված չէ։ Դա խոսում է ավելի շատ կայացած մարդու մասին։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Իհարկե չեք ձգտում մրցանակների, բայց թող դրանք լինեն, որովհետև դրանց միջոցով դուք հայտնում եք աշխարհին Հայաստանի խնդիրների եւ ինչու ոչ ուրախ օրերի մասին, ինչպես նշեցիք, որ նաեւ ուրախ ֆիլմերի պահանջ կա եւ թող նման առիթները շատ լինեն։ Շնորհակալություն ձեզ։ ես եմ շնորհակալ։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք կինոռեժիսոր, վավերագրող, սցենարիստ, լուսանկարիչ, շատ հետաքրքիր մարդ Սիլվա Խնկանոսյանին։ Մինչ նոր հանդիպում։